Խնդիր 190 85 մետր երկարությամբ մետաղյա խողովակի մի մասը ներկելուց հետո ներկը վերջացավ։ Խողովակի ներկած մասը 25 մետրով ավելի է չներկած մասից։ Դեռ որքան դրամի ներկ պետք է գնել խողովակն ամբողջությամբ ներկելու համար, եթե 1 մետր խողովակը ներկելու համար ծախսվում է 800 դրամի ներկ։ Ենթադրենք խողովակը հետևյալ գծի տեսքով է ներկայացված մեզ մոտ և ունի 85 մետր երկարություն։ Խողովակի ներկած մասը 25 մետրով ավելի է չներկած մասից, ենթադրենք սա ներկած մասն է և 25 մետրով ավելի է։ Այստեղ գրենք ներկած մաս և այս մասը չներկած մասն է։ Երկու մասերն էլ չգիտենք քանի մետր է, բայց գիտենք, որ ներկած մասը 25 մետրով ավելի է չներկած մասից։ Եվ գիտենք, որ 1 մետր խողովակը ներկելու համար ծախսվում է 800 դրամի ներկ։ Քանի որ ներկած մասը 25 մետրով ավելի է չներկած մասից, ապա եթե այդ 25 մետրով ավելի չլիներ, այսինքն 85-ից հանենք 25, ապա ներկած և չներկած մասերը կլինեին հավասար։ Այսինքն եթե այդ 25 մետրով ավելին հանենք 85-ից, հավասար է 60 մետր, ապա ներկած և չներկած մասերը կլինեին հավասար։ Այսինքն ամեն մի մասը կլիներ 60-ը բաժանած 2 հավասար է 30 մետր։ Այսինքն չներկած մասը հենց 30 մետր է, իսկ ներկած մասը իրականում 30-ին գումարած 25 մետր է։ Ըստ խնդրի պայմանի։ Այստեղ նշենք ներկած մասի համար։ Ինչպես տեսնում ենք, ներկած և չներկած մասերի գումարները 55-ին գումարած 30, 85 է։ Հիմա չներկած մասի համար մենք հաշվենք, թե քանի դրամ ներկ է անհրաժեշտ, 30 անգամ 800, 3 անգամ 8 հավասար է 24 և 3 զրոն ավելացնենք, 24000 դրամ։ Ունենք պատասխան 24000 դրամի ներկ է անհրաժեշտ, որպեսզի չներկած մասը ներկվի։